Բարև ձեզ։ Պատրաստ եք միասին սուզվելու ձեր համակարգչի բուն էության Windows-ի կարգավորումների աշխարհը։ Դե ինչ, պատկերացրեք, որ դուք ձեր համակարգչի նավապետն եք, իսկ ես ձեր ուղեկցողն եմ, կառավարման սենյակի բոլոր գաղտնիքները բացահայտելու ճանապարհին։ Հենց այս միտքն էլ լինելու է մեր այսօրվա ուղեցույցը։ Մտածեք այսպես. Setiers հավելվածը այն ղեկն է, որը դուք ամեն օր տեսնում ու օգտագործում եք, իսկ ռեգիստրը նավի խորքում պահվող այն հսկայական տեխնիկական մատյանն է, որտեղ գրված է ամեն ինչ։ Եկեք սկսենք։ Դե ինչ, նավապետներ, մեր ճամփորդությունը սկսում ենք կառավարման սենյակից, ինչպես ցանկացած լուրջ նավի վրա, այստեղ էլ կան կառավարման տարբեր մակարդակներ, կան պարզ կոճակներ ու լծակներ, որոնք տեսանելի են, եւ կան բարդ ինժեներական վահանակներ, որոնք ավելի խորքում են։ Ուրեմն, մենք ունենք կառավարման 3 հիմնական գոտի։ Առաջինը ամենատեսանելին, settings հավելվածն է։ Սա նավի տախտակամածն է, ամենօրյա պարզ գործողությունների համար։ Մի փոքր ավելի խորքում control panel-ն է, ավելի լուրջ կարգավորումների համար։ Իսկ ամենաներքևում, նավի սրտում, գտնվում է ռեգիստրը։ Սա արդեն համակարգի ուղեղն է։ Լավ, եկեք բարձրանանք նավապետի կամրջակ ու նայենք տեսանելի ղեկին։ Սրանք հենց այն գործիքներն են, որոնք դուք, որպես նավապետ, ամենաշատն եք օգտագործելու ձեր նավը ճիշտ ուղղությամբ տանելու համար։ Այսինքն settings հավելվածն ու control panel-ը ձեր ամենօրյա օգնականներն են։ Ասենք, ուզում եք փոխել աշխատանքային սեղանի նկարը, միանալ նոր Wi-Fi ցանցի կամ կարգավորել ձեր մկնիկի արագությունը։ Հենց այստեղ էլ դուք կատարում եք այդ պարզ, բայց շատ կարևոր փոփոխությունները։ Հիմա պատրաստվեք, որովհետև մենք իջնում ենք շատ ավելի խորը, կառավարման ամենացածր եւ ամենահզոր մակարդակ՝ ռեգիստր։ Սա նավի այն գաղտնի մանրամասն տեխնիկական մատյանն է, որտեղ գրված է բացարձակապես ամեն ինչ ամբողջ մեխանիզմի մասին։ Լավ, բայց ինչ է իրականում ռեգիստրը։ Պատկերացրեք մի հսկայական գրադարան, որտեղ պահվում են ձեր համակարգչի բոլոր կանոնները, բոլոր հիշողությունները, ցանկացած ծրագրի տեղադրում, ձեր կողմից արված ամեն մի փոքր փոփոխություն, ամեն ինչ գրանցվում է հենց ստեղ։ Ու հենց դա է պատճառը, որ այն այդքան հզոր է, բայց նաև այդքան զգայուն։ Որպեսզի չշփոթվենք, ռեգիստրը կազմակերպված է 2 գլխավոր մասով։ Առաջինը, կրճատ ասած HKLM, դա բուն նավի կմախքն է, նրա շարժիչները, այսինքն այն ամենը, ինչը ընդհանուր է բոլորի համար, իսկ երկրորդը, HKCU, դա արդեն ձեր որպես նավապետի անձնական տարածքն է, ձեր սիրելի բազկաթոռի դիրքը, ղեկի բարձրությունը, ձեր անձնական կարգավորումները։ Ուշադրություն։ Շատ կարևոր է հիշել, որ այս տեխնիկական մատյանի հետ աշխատելը մեծ զգուշություն է պահանջում։ Այստեղ փոփոխություններն անմիջապես են ուժի մեջ մտնում ու, գիտեք, չեղարկել կոճակ չկա, այնպես որ ոսկե կանոնը սա է. որևէ բան փոխելուց առաջ միշտ ստեղծեք պահեստային պատճեն։ Սա ձեր փրկողակն է, երբեք մի անտեսեք այն։ Լավ, մենք արդեն հասկացանք, թե ընդհանուր առմամբ ինչպես կառավարել նավը, բայց ինչպես այն պաշտպանվում արտաքին միջամտություններից։ Եկեք խոսենք Windows-ի անվտանգության համակարգերի մասին։ Եկեք մի պահ մտածենք։ Եթե ինչ-որ մեկը կամ ինչ-որ ծրագիր փորձի առանց ձեր թույլտվության փոփոխություն անել կառավարման սենյակում, ինչ պետք է տեղի ունենա։ Ահա եւ պատասխանը գործի է անցնում UIC-ին, օգտատիրոջ հաշվի վերահսկումը։ Սա ձեր անձնական պահակն է։ Ամեն անգամ, երբ որևէ ծրագիր փորձում է ինչ-որ կարևոր բան փոխել ձեր համակարգում, այս պահակը հայտնվում է եւ հարցնում. Նավապետ, դուք վստահ եք, որ թույլատրում եք այս գործողությունը։ Խորհուրդս՝ երբեք ավտոմատ այո մի սեղմեք։ Միշտ կարդացեք, թե որ ծրագիրն է թույլտվություն խնդրում։ Շարժվենք առաջ։ Ցանկացած լավ նավապետ ցանկանում է, որ իր նավը լինի ոչ միայն պաշտպանված, այլև արագ ու հուսալի։ Եկեք տեսնենք, ինչպես պահպանել արագությունը եւ ինչ անել, եթե հանկարծ ինչ-որ բան այն չէ։ Դե ինչ, ձեր նավի արագությունը պահպանելու համար ունեք 3 հիմնական գործիք։ Task Manager-ը ավելորդ բեռից ազատվելու եւ տեսնելու համար, թե որ ծրագրերն են դանդաղեցնում համակարգը։ MS Config-ը անսարքությունների պատճառը գտնելու համար։ Եվ իհարկե Windows Update-ը, որպեսզի ձեր նավի բոլոր համակարգերը միշտ լինեն նորագույնը եւ անվտանգ։ Եվ հիմա մի պահ պատկերացրեք ամենավատը։ Դուք պատահաբար ինչ-որ սխալ բան եք փոխել, սխալ կոճակ եք սեղմել եւ նավը սկսում է շեղվել ուղուց։ Համակարգը դառնում է անկայուն։ Որն է արտակարգ իրավիճակի ընթացակարգը։ Ինչ ենք անում։ Խոճապի կարիք չկա, որովհետև փրկությունը գալիս է System Restore-ի, այսինքն համակարգի վերականգնման տեսքով։ Սա պատկերացրեք մեծ վերադարձ կոճակն է ձեր ամբողջ համակարգի համար։ Այն թույլ է տալիս ուղղակի ժամանակի մեջ հետ գնալ եւ վերականգնել ձեր նավի վիճակը մինչեւ խնդրի առաջացումը։ Եվ այս մեջբերումը կարծում եմ հիանալի է ամփոփում ամեն ինչ։
Վերականգնման կետը նույնն է, ինչ ջնջել ձեր արած սխալ գրառումը տեխնիկական մատյանից եւ վերականգնել այն տարբերակը, երբ ամեն ինչ ճիշտ էր աշխատում եւ ձեր նավը վստահորեն առաջ էր շարժվում։ Այսպիսով նավապետ, այսօր մենք ձեզ տվեցինք ձեր նավի քարտեզը ամենապարզ կառավարման վահանակից մինչև ամենախորը տեխնիկական մատյանը։ Հիմա հարցն արդեն ձեզ է ուղղված։ Ունենալով այս ամբողջ գիտելիքը, որ եք ուղղելու ձեր նավը։ Շնորհակալություն եւ հաջող նավարկություն։